2019 թվականից Մոսկվայում գործող հայ մշակույթի ակադեմիան այսուհետ գործելու է նոր Ֆրունզենսկայա Նաբերежная Ութասցայում։ Մոսկվայի սրտում գտնվող երկհարկանի ընդարձակ ժամանակակից դիզայնով եւ կահավորմամբ ակադեմիան հյուրերին դիմավորեց հայկական մթնոլորտում։ Բացման արարողությանը հրավիրվածների շարքերում էին սիրված հասարակական եւ մշակութային գործիչներ, տեղաբնակ հայտնի հայեր։ Ներկաները ծանոթ էին ակադեմիայի գործունեությանը եւ Վարդուշ Յուրիի Կարևայի կողմից առարկայի հիմնադրման պատմությանը։ Идея открытия академии возникла в тот момент, когда Ակադեմիան հիմնելու միտքն առաջացավ այն ժամանակ, երբ իմ երեխաները հասան մի տարիքի, որից սկսած պետք էր նրանց հայ մշակույթի, հայոց լեզվի զարգացման մասին հիմնարար գիտելիքներ տալ։ Ինչպես յուրաքանչյուր ծնող, այնպես էլ ես շատ էի ուզում ստեղծել մի մթնոլորտ, որտեղ երեխան հարմարավետ միջավայրում կսովորեր լեզուն, մշակույթը, պատմությունը, իսկ կրթությունը պետք է վարվեր որակավորված մասնագետների կողմից։ Ի սկզբանե եւ մինչ օրս ակադեմիայի զարգացման հարցում վերակայությունը տրվում է որակյալ կրթությանը։ чтобы было комфортно и, естественно, чтобы это были квалифицированные педагоги. То есть изначально, ну и до сих пор, естественно, как бы до сих пор это стоит в приоритете развития академии, вот именно качество образования. Դասավանդվող հիմնական հայոց լեզու, հայագիտություն, հայոց պատմություն առարկաներից զատ կան նաև վոկալի, պարի, դաշնամուրի, թմբուկի դասեր, որոնք փոխկապակցված են։ Եթե սանը դասի ընթացքում ծանոթանում է որևէ տոնի, ապա երգի, պարի դասաժամին սովորում է տոնական երգն ու պարը, դրանով իսկ դառնալով ծիսակարգի կրողն ու տարածողը։ Կրթությունը այլ ավելի արդյունավետ դարձնելու համար դասասենյակները նախատեսված են մինչև 10 հոգու համար։ Ընդունելությունը կատարվում է 3 տարեկանից, իսկ ընդունելության առավելագույն շեմ գոյություն չունի։ Ունենք նաև հեռավար ուսուցում, ունենք բնականաբար առկա ուսուցում, ունենք ռուսախոսների համար, հայախոսների համար, ունենք կոմպլեքս դասավանդում, որի մեջ մտնում է հայոց լեզուն, պարը, երգը եւ հայրենագիտությունը փոքրերի համար, այսինքն դեն գալիս են 2 ժամով։ Եվ այդ 2 ժամվա ընթացքում 30-ից 40-ից ինչ տարիք, եթե շատ փոքրիկն են, ուրեմն 30 րոպե, եթե արդեն մի քիչ մեծ են 40 րոպե, այդպես իրենք ուսուցումը անցնում են, այսինքն կոմպլեքս դասարան է, իսկ մնացած ուղղություններ իրենք կարող են ընտրել։ Դավիթվածները ակադեմիայից նվերներով հեռանալու հնարավորություն էին ստացել։ Անհրաժեշտ էր գրանցվել, մասնակցել վիճակահանությանը եւ ստանալ կրթական եւ մշակութային ծրագրերի անվճար մասնակցելու հնարավորություն կամ տպագիր գրականություն։ Վիճակահանությունը կայացավ կրթօջախի նոր հասցեի շնորհանդեսի ավարտին, որով ներկաներից ոմանք հայոց լեզվի, պատմության, հայրենագիտության, ազգային պարերի մասնավոր դասընթացների փաթեթներ ստացան։ Նյութական նվերներից զատ ներկաները վայելեցին ակադեմիայի ուսուցչուհիների կատարումը, իրենց հետ տանելով հայկական մշակույթից մի մասնիկ։